Կարող է նաև լինի իրավիճակ օրինակ, երբ որ վարկ եմ տվել ինչ-որ ընկերությանը, ենթադրենք ես, եւ վարկային պայմանները այնպես են գրած, որ ես փաստացի կանխորոշում եմ այդ ընկերության գործողությունների բավականին մեծ ծավալ։ Այսինքն կարող է ես նաև equity չեմ դրել մեջը, վարկ եմ դրել ու տենց եմ կառավարում իրան։ Ու տարբեր ձևեր կան կառավարման, դրա համար մենք ավելի շատ գնացել ենք կոնտրոլի վրա, քան բանի։ Պարզա 50+1%-ը ավտոմատ է, մենք նրա մասին ենք, որ քիչ է 50-ից։ Մի հարց էլ տա միանգամից դրան էլի կպատասխանեք այս վերջին հարցն է։ Ենթադրենք կա որևէ մարդ, որ պետական պաշտոնյա չի, խոշոր բիզնեսմեն է, մի քանի ընկերություններ ունի, անգամ մի քանի տասնյակ ընկերություններ ունի, եւ այդ ընկերությունների փայատերերը ինքն է եւ իր հարազատները։ Հիմա եթե այդ մարդը հավակնում է պետական բարձրաստիճան պաշտոնի, ինքը ինչ պիտի անի, ու չի ուզում, որ իր ընկերությունները այսպես ասենք չթույլ է տրվեն պետական գնումներ, ինքը պիտի իր բաժնեմասերը վաճառի, այսինքն դա մնում միակ տարբերակը։ Չէ, նկատի ունեմ, այսինքն համատեղ չի հավատարմագրային կառավարման հանձնել այդ տարբերակն է, ինքը կամ պիտի վաճառի իր բիզնեսը նոր գնա պաշտոնի, կամ գնա պաշտոնի իմանա, որ իր ընկերությունները պետական գնումներին մասնակցություն չեն ունենում, ճիշտ եմ ասում։ Շատ լավ, դες կա շատ կարևոր է։ Անտոնյան, ինձ թվում է այստեղ էականը նաև են, որ երբ որ դուք նշում եք, այստեղ այդ վերևի մակարդակում գտնվող պաշտոնյաների թիվը շատ սահմանափակ է։ Այսինքն դա վերաբերվում է նախագահին, վարչապետին, փոխվարչապետերին, ֆինանսների նախարարին եւ իր տեղակալին։ Այսինքն այսինքն մենք ստեղ մեծ ռիսկեր չունենք։ Դրա համար տարբեր մակարդակներ ենք սահմանել, թե ամեն մի պաշտոնյա ինչպիսի ազդեցություն ունի գնումների գործընթաց։ Գնահատել ենք այդ ազդեցության չափը։ Ի հավելում պարոն նախարարի ասացի, հետեւյալն է, այսինքն դրա համար մենք ինչ ենք ասել, ասել ենք, եթե տվյալ մարմին կա օրինակ ու այդ մարմնում ես պաշտոն զբաղացնում բարձրաստիճան, հնարավոր է այո, օրինակ իմացի, որ եթե բնապահպանությունում ես բանանում եւ եթե քո ամբողջ բիզնեսները բնապահպանության շուրջ են կառուցած, մտածել է պետք ու նաեւ երկրին է պետք է մտածի, մենք ուզում ենք բիզնեսմեն, որը բնապահպանության վրա է կառուցած, որը նախարար դառնա, թե ուզում ենք մարդ, որ բնապահպանության ժամանակ պահպանելու է, ասենք ասենք, պետության մաքսիմալ շահ։ Այսինքն դրա համար այս թայարտ սիստեման է, ինչի օրինակ ֆինանսների նախարարի տեղակալը կամ ֆինանսների նախարարը եւ համապատասխան պաշտոնները ներառվել, որտեղ այդ մարդիկ ցանկացած պահում գնումների կարող են պոտենցիալ ազդեցություն ունենալ։ Դրա համար մենք ասում ենք, որ չէ, падգամավորները չկան, որտեղ ձեր ազդեցությունը գնահատվել է որպես ծայրահեղ սահմանափակ, այսինքն կամ մենք պիտի ասենք արժե գնումների հետ մի մասնակցի, օրինակ իսկ արժե գնումները կներեք, դուք արժե գնումների վրա էլ չեք ազդում առանձնապես, դա աշխատակազմի ղեկավարն է արժեի, որը արդեն ներառված է, հա, այս ուրիշ բան է։ Նաև համայնքային մասերով քննարկումը եղավ, համայնքների դեպքում էլի պետք է լրացուցիչ ուսումնասիրվի հավաքանիները ինչքան են փոխկապակցված, բայց դա քննարկվել է, այստեղ երկու ռիսկ կա, մեկը դա նաև հաշվի առնվել, որ ընդդիմադիր հավաքանիների վրա չափից դուս մեծ ճնշում էր ստացվում գործադրել դրանով, եթե հավաքանիները մեջն էին ընկնում, ինչպես նաև падգամավորների մասով նույն արգումենտներ, որ ընդդիմադիր падգամավորների վրա, որոնք հիմնականում ավելի քիչ գործողություն կարող են իրականացնել, իրանց վրա անհամաչափ ոնց որ բաներ լինում, երբ որ քննարկում էր, որ եկեք ընդհանրապես արգել ենք, եթե падգամավորես չես կարող որևէ բանի գնումներին մասնակցել։ Ընդ որում, քանի որ գնումների դեպքում հիմնականում մարդիկ օրենսդիր ֆունկցիա քիչ են ունենում, երբ որ իրանք գնումների նաև ուղղակիորեն համակարգող են լինում կամ բան, ստեղ ազդեցությունները շատ վերացական են։